Դադարեցնել աշխարհի պատերազմները, հարստացնել Ամերիկան ու երջանկացնել ամերիկացուն։ Այս խոստումներով մեկ տարի առաջ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն մտավ։ The golden age of America begins right now. Ինչով հիշվեց ու ինչ արեց Թրամփը ընտրություններից ուղիղ մեկ տարի անց։ Հանրապետական Նովալաձև սենյակում իր առաջին օրերին հունվարին մեքսիկական ծոցին ամերիկյան ծոցանունը տվեց և պաշտոն աշխարհի ամենահարուստ Իլոն Մասկին։ Փետրվարին նա անօրինական միգրանտներին արտաքսելուն անցավ, որոշ դեպքերում դա այս տեսքն ուներ։ Այդ ընթացքում այս տեսքն ուներ նախագահի աջ ձեռքը դարձած մասկը։ This is the chainsaw for bureaucracy. Chainsaw! Խոստանում էր կտրել ֆեդերալ ֆինանսավորում ստացող կազմակերպությունների փողը։ Մեծամասամբ կտրեց, դուրս եկավ USAID-ի դեմ, ձեռքերը մոտեցրեց ազատությանը ամերիկյան կառավարությունից ֆինանսավորվող ուրիշ լրատվամիջոցների։ Այս փետրվարի ամենամեծ շոկը, բայց Թրամփի պաշտոնական հանդիպումն էր Զելենսկու հետ։ We gave you through this stupid president $350 billion. We gave you military equipment. Դժվար չէ կռահել, որ այս ամենից հետո դժվար թե պատերազմն Ուկրաինայում դադարեր։ Մարտին ամերիկյան կառավարության համար հազվադեպ մի բան եղավ՝ ռազմական տվյալների արտահոսք։ The Atlantic-ի խմբագիրը պատմեց, թե ինչպես են իրեն ավելացրել որոշում կայացնող պաշտոնյաների չաթում, որտեղ ամերիկյան ղեկավարությունը քննարկում էր Եմենի հութիներին հարվածելու օրն ու ժամը։ Ապրիլին Թրամփը ձեռքն առավ այս մեծ ցուցակը ու սրանով հարվածեց աշխարհի տնտեսությանը։ Ամերիկայի նախագահը ռեկորդային մաքսատուրքեր սահմանեց ու փաստացի առևտրային պատերազմ հայտարարեց։ Մինչ մայիսին աշխարհի շուկաներն էին ցնցվում, Թրամփն ամսի 8-ը ԱՄՆ-ում հռչակեց երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր, ասելով՝ Ամերիկան շատ ավելին է արել հաղթանակի համար, քան մյուս երկրները։ Հունիսին Թրամփը ազգային գվարդիա ուղարկեց Լոս Անջելես։ Մինչ այդ իրավապահները ռեյդեր էին սկսել ապօրինի միգրանտների դեմ։ ԱՄՆ-ում բախումներ ու ցույցեր էին սկսվել։ Հունիսին բայց ամենաուժեղ հարվածներն Ամերիկայից բաժին հասան Իրանին։ Միացյալ Նահանգները փաստացի մտավ Իրան-Իսրայել բախման մեջ ու ուղիղ հարվածեց Թեհրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփը հայտարարեց, դրանք ոչնչացված են, իսկ Իսրայելի ու Իրանի միջև հրադադար է հաստատված։ Հուլիսին USAID-ին վերջնականապես փակվեց։ Օգոստոսին հանդիպեցին Պուտինն ու Թրամփը։ Ուկրաինայում պատերազմը կրկին չդադարեց։ Բայց կար պատերազմ, որն ըստ Թրամփի օգոստոսին ինքը կանգնեցրեց։ Օգոստոսի 8-ին Թրամփն ընդունեց նրանց՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահին։ Խաղաղության համաձայնագիր նախաստորագրվեց։ Ադրբեջանը Հայաստանով անխոչնդոտ ճանապարհ ստացավ դեպի Նախիջևան, որը կկոչվի Թրամփի անունով։ Trump deserved to have Nobel Peace Prize. So who, if not President Trump, deserves the Nobel Peace Prize? Ամբողջ սեպտեմբերին Թրամփը շատ ուզեց խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ։ Հոկտեմբերին նա չստացավ։ Փոխարենը նաև Թրամփի միջնորդությամբ տարվա 10-րդ ամսին Իսրայելի ու Համասի միջև հրադադարի համաձայնություն ձեռք բերվեց։ Իհարկե պատերազմը միանգամից չկանգնեց, բայց գերիների փոխանակում եղավ, ակտիվ ռազմական գործողությունները դադարեցին ու կարծես թե հումանիտար ճգնաժամը մեղմվեց։ Նույն ամսին միլիոնավոր մարդիկ Թրամփի դեմ ցույցերի դուրս եկան, որոնց նախագահը այս AI վիդեոյով պատասխանեց։ Նոյեմբերին ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքում Նյու Յորքում Թրամփի ընդդիմախոս 34-ամյա Մամդանին քաղաքապետ ընտրվեց։ Ահա, հարցնում եք, բա ինչ եղավ Մասկը իր սղոցով։ Կներեք, նրան մոռացանք մայիսին, պարզվեց չունի տեսլական, համենայն դեպս Թրամփի ադմինիստրացիայում։ Հրապարակային, բայց կարճատև վեճից հետո դաշնակիցները բաժանվեցին։